կկոտրենք եւս մի քանի տարածված միֆեր կրծքագեղձերի առողջության մասին, որոնց դեռ հավատում են։ Առաջին, փորի վրա քնելը վնասում է կրծքագեղձերը կամ խանգարում դրանց աճին։ Դա միֆ է, որի վրա քնելը ոչ մի կերպ չի կարող վնասել կրծքագեղձերը, բայց ուզում եմ առանձնացնել, որ եթե ունենք կիստոզ ֆիբրոզ փոփոխություններ, ապա փորի վրա քնելը կարող է նպաստել ցավի ավելի շատացման, հա, եթե բուժարոյի մոտ կա ցավ, փորի վրա քնելը ավելի է նպաստելու։ Փոքր կամ սեղմող կրծքալ կրելը կրծքագեղձի քաղցկեղ է առաջացնում։ Դա եւս միֆ է, սեղմող կրծքալը չի կարող քաղցկեղ առաջացնել, բայց կրծքալը պետք է անհարմարություն չպատճառի, քանի որ կարող է բերել մաշկի գրգռման, տրավմաների, այդ պատճառով պետք է հարմարավետ կրծքալ կրել։ Սթրեսը չի կարող վնասել կրծքերին։ Ստրեսը ամենամեծ թշնամին է, քանի որ այն բերում է բազմաթիվ հորմոնալ փոփոխությունների, որի ֆոնին էլ բերում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկին։ Սոլարին կրծքագեղձի քաղցկեղ է առաջացնում։ Չկա որևէ ապացույց, որ նա բերում է կրծքագեղձի քաղցկեղի, բայց սոլյարին ունի ուլտրամանուշակագույն ճառագայթներ, ինչը քաղցկեղածին է, եւ կա ապացույց, որ այն բերում է մաշկի մելանոմայի քաղցկեղի զարգացմանը, այդ պատճառով պետք է զերծ մնալ։ Կրծքագեղձի բոլոր կիստաները վերածվում են քաղցկեղի։ Սա եւս տարածված միֆ է, եւ մեր բուժառուները շատ անհանգիստ են կիստաներից, ուզում եմ բոլորին տեղեկացնել, որ սովորական պարզ կիստաները անվտանգ են եւ չեն կարող երբեւե քաղցկեղի վերածվել, իսկ մնացած դեպքերում ուղղակի պետք է հսկողություն։ Եթե ընտանիքում ոչ ոք չի ունեցել կրծքագեղձի քաղցկեղ, ես վտանգի տակ չեմ։ Ցավոք, կրծքագեղձի քաղցկեղի միայն 10-ից 15%-ն է գենետիկ նախատրամադրվածությամբ, իսկ մնացածը առաջանում են ուղղակի կյանքի ընթացքում, այնպես որ եթե ուզում եք ձեզ ապահովագրել, ուղղակի կատարեք տարեկան կանխարգելիչ հետազոտություններ։